Ստոպ, մարդ եմ մոռացել։ Սամոս Կարապետյան։ Սամվել Կարապետյան, քո եւ քո եղբոր տղան, այն անդուր մի հատ ախպեր ունես ուսում։ Ճղայն միշտ է թվում։ Քո եւ քո եղբոր տղան բանակում ծառայած կան։ Չկան։ Սամվել Կարապետյան, դու որ ռուսի ձվերի տակ ապրում էիր, Ռուսաստան էիր, չեմ ունում, ռուսի շողքի տակ էիր ապրում, տարիներ, դու Հայաստանի ինչից ես խաբար, դու պատերազմը, որ եղավ Հայաստանում, քարորյա պատերազմը Ղարաբաղի, դու ինչ օգնեցիր Հայաստանին, Ղարաբաղին ինչ օգնեցիր, մի հատ խնդրում եմ էդի հրապարակի, ինչ ես օգնեմ, ինչ օգնություն ես ուղարկեմ, Ղարաբաղ տղաներին, ինչ առաջնագից կայնող թեկուս տղաներին, Ղարաբաղցիների համար ինչ ունես արած։ Հայաստանի Հանրապետությունը նիբլագադարնի Ղարաբաղցիների համար որոշակի մասայի ամեն անձին 50,000 դրամ գումար է տալի, որ կարողանան Հայաստանում վարձ տան։ Ես Ղարաբաղցի գիտեմ, որ ապրում է Հայաստանի Հանրապետությունում վարձով 5 հոգի են, ամեն մի հոգուն 50,000 դրամ գումար է տալի։ Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը, հասկանում եք դա, որ տարին է տենց եղել։ Չնայած ասում եմ, Հայաստանում միշտ Ղարաբաղցիները նիբլագադարի մարդիկ են, չեն գնահատում իշխանության արածը, դա նորմալ է դե։ Ասեք ինձ խնդրում եմ, ինչ եք արել դուք Ղարաբաղի համար։ Ղարաբաղի ժողովրդի համար ինչ եք արել։ Պատերազմին ինչ ունեք արած։ Ռոբերտ Քոչարյան, Ջայլամը, որ գլուխը մտցնում է հողի տակ, մտածում է իրան մարդ չի տենում։ Տոշտի Իշխանիկ Սաղաթելյանն ես։ Ասա տենամ, ինչ ունես արած Ղարաբաղի համար։ Ասա, տղետ Ղարաբաղ գնացած ծառայած կար։ Վարչապետի տղը Ղարաբաղ էր էլի։ Կամավոր։ Փոքրիկ գլխիկը գնացել է։ Չեմ էլ ուզում կպնեմ երեխաներին։ Չի գնացել։ Մի հատ էլ ասում է համբալ չէի ասի, ուրիշ բան կասեի։ Լևոն մազերդ խուճուճի կֆենեմ, կուղիղացնեմ, շիմպանզե կսարքեմ, խելոք պայի քեզ։ Դու մի կողմ քաշվի տղա, հորդ հետ գործ ունեմ ես։ Ղարաբաղի համար ինչ ունես արած։ Մենք մարկանց ապահովել ենք, խայծաբը վարձ են տվել, ապրել են, չնայած չնեք գնահատել, եկել են այն թեժ կռվի ժամանակ Ղարաբաղի մարդիկ եկել են, հայ աղջիկների հետ գուլյատ էին անում, մի հատ էլ հանգստանում էին, մի հատ էլ հելել էին կառավարության դռներ էին ջարդում, ուզում էին հեղափոխություն անեին, այդ չէ Ղարաբաղցիները, բայց էլի կառավարությունը դա հաշվի չառավ, էլի օգնեց իրանց, մինչև հիմա էլ օգնում է, տուն սարքելու հարցում է օգնում, թղթաբանությունը դաժե հավես չունեմ հրապարակեմ, ամեն մի անձի համար է 50,000 դրամ մինչ օրս տալի, բա դուք ինչ եք արել, բերեք մցրեք մեր աշկ ասեք, ես ինչ բան ենք արել, Սամվել Կարապետյան, հելի թող տղետ են կարմարախայտ են, կարմարաթուշիկը, որ տենց հելում խոսում է, թող հելի մի հատ ասի, գիտես ինչ կա, ժողովուրդ ջան, Ղարաբաղի համար էս ունենք արած, բայց մենք կարում ենք, չէ՞ հպարտ ասենք ինչ ենք արել, խոս չեն գնահատում, կարում ենք ասենք, այսօր ամբողջ տաքսիստները Ղարաբաղցի են, ձեզնով լի վաշը կքշեք Հայաստանի սկեթային, ձեզանով լիներ, եթե ձեր ժամանակ այդ պատերազմը լիներ, դուք Ղարաբաղցիներին 10 դրամ չէիք տա, դուք Ղարաբաղցիներին տեղ չէիք տա, տուն չէիք տա, հասկացաք ինձ, նենց որ իմ բերանը մի բացեք, տեղից շղայնացած եմ, Իշխան Սաղաթելյան, դու այսօր հանգստացի,